ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցում։ Նշվում է, որ երկու երկրների միջև օգոստոսյան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր կարգավորման եւ տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ։ Միաժամանակ ընդգծվում է, որ Հարավային Կովկասը ընդհանուր առմամբ կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար, հատկապես այն պատճառով, որ տարածաշրջանը շարունակում է զգալ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ագրեսիայի ազդեցությունը։ Եվրասիական տնտեսական միությունը ցանկանում է, որ Հայաստանն ու Ղրղըզստանն ավելի ակտիվ մասնակցեն միության շրջանակում այլ երկրների հետ ծրագրերին, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա հավելել է, կառույցը հետաքրքրված է, որ այդ երկրների տնտեսություններն օգտվեն այլ գործընկերների հետ համագործակցությունից։ Երևանում սպանված 23-ամյա չեչենուհի Այշաթ Բայմուրադովայի մահից 5 ամիս անց այսօր նրա մարմինը հողին են հանձնել։ Նուբարաշենի գերեզմանատանը հուղարկավորության արարողությանը ներկա է եղել շուրջ 40 հոգի, Այշաթի ընկերները, իրավապաշտպաններ, ակտիվիստներ։ Թեև Հայաստանն աղջկա հարազատներին պարբերաբար դիմում է ուղարկել նրա մարմինը Չեչնիա տեղափոխելու հարցով, որևէ արձագանք չի ստացվել, ուստի ուղարկավորությունն իրականացվել է Հայաստանում պետության միջոցների հաշվին օրենքով սահմանված կարգով։ Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում գետերի մակարդակը բարձրացել է, ճանապարհներին քարաթափումներ են առաջացել։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հորդորել է հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին առավելագույնս ուշադիր լինել։ Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ ճանապարհները սպասարկող կազմակերպություններն ուժեղացված ռեժիմով ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ են իրականացնում։ Քուվեյթի գլխավոր առևտրային Շուվեյխ նավահանգիստը վնասվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Իշխանությունները հայտնել են, որ զոհեր չկան, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քուվեյթը բազմիցս ենթարկվել է իրանական հարվածների, որոնցից մեկը չորեքշաբթի խոշոր հրդեհի պատճառ էր դարձել միջազգային օդանավակայանում։ Պատերազմի մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում վնասվել է առնվազն 120 թանգարան, մշակութային եւ պատմական հուշարձաններ։ Տեհրանի քաղաքային խորհրդի մշակութային ժառանգության հանձնաժողովը հայտնել է, որ դրանք անմիջականորեն թիրախավորվել են։ Այդ շինություններից են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Գոլեսթանի պալատը, Սաադաբադի պալատը, Մարմարե պալատը եւ Թեյմուր Թաշի տունը, որը հայտնի է որպես պատերազմի թանգարան։ Սլովակիայում հետաքննություն է սկսվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ պետական դավաճանության կասկածանքով։ Ընդդիմադիր ազատություն եւ համերաշխություն կուսակցության պնդմամբ հետաքննությունը կապված է Ֆիցոյի Ուկրաինային արտակարգ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու որոշման հետ։ Կուսակցությունը երկրի վարչապետին մեղադրում է իշխանության չարաշահման, մարդկության դեմ հանցագործությունների, դավաճանության եւ ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։